Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում Ռիվիոն է։ Այսօր տեսակապով զրուցելու ենք վերելք տեղեկատվական վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խալաթյան, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Խալաթյան, մինչ Ադրբեջանը զորքեր է կուտակում Հայաստանի եւ Արցախի հետ սահմաններին, Արցախի օկուպացված հատվածներում, Հայաստանի իշխանությունները այս օրերին ակտիվ մեղադրանքներ են հնչեցնում Ռուսաստանի Դաշնության հասցեին, որտեղից էլ լսում ենք բավականին կոշտ պատասխաններ, ինչով եք պայմանավորում այս դիվանագիտական փոխհրաձգությունները, եթե դրանք իհարկե կարելի է դիվանագիտական փոխհրաձգություն անվանել։ Տեսեք, այն, որ արդեն երկար ժամանակ ճգնաժամ է հայ-ռուսական հարաբերությունում, ակնհայտը մենք ձեր բազմից ենք դրա մասին խոսացել, ձեր հարցազրույցներում, եւ ստեղ այլ հաց է, դուք ինչպես նշեցիք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բացահայտ պատասխանում է նոր էսկալացիայի եւ հաց է ցակում, օրինակ Հայաստանի իշխանությունները այս ֆոնին, եթե գտնենք նույնիսկ ճիշտ են, բայց ես համաձայն չեմ, բայց եթե գտնենք նույնիսկ ճիշտ են, այս ֆոնին ինչի է պետք այսպիսի ավելի խորացնել ճգնաժամը, նույնիսկ ոչ թե խորացնել ճգնաժամը, այլ բացահայտ կոնֆլիկտ հրահրել հայ-ռուսական հարաբերություններում, դա Հայաստանի նույն անվտանգության օգտին է, թե ոչ, կասկածում եմ, ավելի հակառակը նույնիսկ վստահ եմ, որ դա հենց միտված է նրան, որպեսզի էսկալացիա լինի, այդ էսկալացիայի արդյունքում որևէ օգնություն չստանալ Ռուսաստանից, որը ցույց է տվել արդեն, որ պատրաստ է ոչ միայն Հայաստանի հարաբերություն, որ եթե խնդիրը իր համար անձնական բնույթ է կրում արդեն, նա պատրաստ է, ոնց ասեմ, ինքն իրեն վատություն անել, նույնիսկ իր շահին վնասելով պատժել մեկին, իսկ դա բերել է նրան, որ դրանից հետո Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները հնարավորություն են ստանալու հայտարարել, որ գիտեք, ինչ տեսակ մենք ինչպես ասում ենք Ռուսաստանի հետ պետք չէ դաշնակցային հարաբերությունները, չեն կարող դրա վրա հիմնվել, մեզ պետք է վերանայել, այսպես ասած, աշխարհական ռևերս անել, ինչի մասին ի սկզբանե ամենաառաջի օրվանից 2018-ից մեղադրում էին, որ նա դրա համար է եկել իշխանության նախապատասխանում եւ այն ժամանակ դեռ վախենալով, որ դա կարող է հետևանքներ ունենալ ներքաղաքական իշխանապողության բերել Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ ասում է, որ չէ, մեր նպատակը դա չէ եւ իբր չի պատասխանում այդ քայլը գնալ, բայց միևնույն ժամանակ ամեն ինչ անելով, որպեսզի փչացնի հայ-ռուսական հարաբերությունները, իսկ այժմ դա բացահայտ է, արդեն ուղղակի է ասվելու արվելում, որովհետեւ ասում եք առանձին որոշ բաներ գոնե առանձին կարելի է հասկանալ, օրինակ նույն զորավարժությունները հասկանալ է, որ նախապես պլանավորված էին, բայց այս ֆոնին ոնց են կարվելու, նույն հումանիտար օգնություն Ուկրաինային ուղարկելը, եւ նույնիսկ հասկանում եք, փորձել չի արվում, sense արդեն այնպես անել, որ դա ռուսական կողմի համար հասկանալի, օրինակ ասել մենք հումանիտար օգնություն ենք ուղարկում մեր համայնքին, օրինակ Ուկրաինայում մի քիչ ուժ ձև կնայվի, չէ՞, օրինակ, եթե ուղիղ Կիևին ես ուղարկում, թե դա ուղարկում ես հայ համայնքին, ասենք, մի քանի 100,000 հայ այդտեղ ապրում, պետք է օգնենք, պետք է։ Բայց մենք տեսնում ենք, որ հատուկ քայլեր են արվում, որոնք կարելի լավ հասկանում, որ դա բերելու ինչ արձագանք է ունենալու Մոսկվայում, եւ երևի դրա նպատակն էլ հենց դա է։ Կամ հայ-ամերիկյան զորավարժությունները այս փուլում անցկացնելու հետ կապված Եթե հատ զորավարժություններից հրաժարվում են, մյուս կողմից Ամերիկայի հետ են զորավարժություն։ Իհարկե տարբեր են զորավարժությունները, այստեղ լրիվ այլ նպատակ կա զորավարժությունների, բայց ամեն դեպքում դա Ռուսաստանի կողմից լրիվ այլ կերպ է կատարվում։ Այս ֆոնին գոնե ուրիշ, եթե դու գիտես, որ արդեն նախատեսված են զորավարժություններ, չէ՞, դա այս ֆոնին բերելու է արդեն դժգոհության։ Դու գոնե կարող ես, չէ՞, օրինակ օգնություն չուղարկես Ուկրաինա կամ հարցազրույցում անընդհատ այս հարցազրույցը գոնե դուրս գար զորավարժություններից հետո այսպես բաներ լինի, էլի հասկանում եք, դա եմ ասում, նպատակը իմ կարծիքով այն է, որպեսզի սպասելիորեն բերել ավելի խորացնել ճգնաժամը հայ-ռուսական հարաբերությունում, որպեսզի ել եմ ասում, այս էսկալացիայի ֆոնին մենակ մի միտք է գալիս, որ եւի դա հենց կանխամտածված է անում, ամեն ինչ հասկանալով անում են, որպեսզի որևէ օգնություն չստանա ռուսական կողմից։ Այսինքն կարող է լինել լայնածավալ պատերազմ, որտեղ կմեղադրեն Ռուսաստանին, ճիշտ եմ հասկանում։ Դա արդեն են մեղադրում, եք տեսնում, չէ՞։ Իշխանամետ նույն Telegram-անալիզները եւ ոչ միայն ինչեր են ասում։ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիայի հետ միասին Հայաստանի դեմ։ Դա միակ հարց է ցակում, որ մենք մինչև նոր մեզ չեն կարողանում բացատրել այդ պարագայում ինչու է մինչև հիմա ԱՄՆ-ն ռազմական օգնություն ցուցաբերում Ադրբեջանին։ Իբր Պարսկաստանի դեմ Ադրբեջանի կարողությունները մեծացնող, որտեղ ես չգիտեմ, ներկա աշխարհական ֆոն
ճգնաժամի ֆոնին աշխարհում մի երկիր, որը հանդիսանում է Ռուսաստանի դաշնակից եւ որին Արևմտյան ԱՄՆ-ն ռազմական օգնություն է ցուցաբերում։ Կամ իր վերջին հարցազրույցում նույն Նիկոլ Փաշինյանն էր ասում, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից տպավորություն է ստացել, որ նա էլ է ուզում շահագրգռված, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Եվ այս փուլում Թուրքիան Ադրբեջանի հետ գնում է պատերազմի, սա ինչպես հասկանալ։ Նիկոլ Փաշինյանը միշտ է սխալ տպավորություններ ստանում։ Իսկ հիշում եք, օրինակ 21 թվականի վերջում պատերազմից հետո երբ որ Սյունիքում դիրքերը հանձնվում էին, մեզ ինչ էին համոզում, չէ՞ որ դա բերելու է Սյունիքի անվտանգությունը մեծացնելու։ Մենք տեսանք, չէ՞ ոնց անվտանգությունը ճակերտավոր մեծացավ։ Կամ որ GPS-ով սահմանը պետք է գծել եւ այլն։ Կամ նշաձողը իջեցնենք, միջազգային հանրությունը մեզանից անկա որ նշաձողը Արցախի հացը իջեցնենք, այդ ժամանակ մենք ավելի մեծ օգնություն կստանանք։ Նշաձողը պլինտուսից ցածր է իջեցել Նիկոլ Փաշինյանը, օգնությունը որտե՞ղ է։ Նույն այն արևմուտքի կողմից, որ առաջինն է առաջարկում։ Հիմա տեսեք, արդեն շատ մեր փորձագետներ նշում են, չէ՞։ Նույնիսկ իշխող վերջերս նայում եմ Թաթուլ Հակոբյանի եւ Պետրոս Ղազարյանի հետ հաղորդումը, այնտեղ Թաթուլն է նույնիսկ ասում, որ տարօրինակ իրավիճակ ստեղծվեց, արևմուտքը առաջարկեց դա անել, բերեցինք Ռուսաստանի դժգոհությունները, դրանից որ Ռուսաստանը մեղադում է, որ չի կարող օգնություն ցույց տալ, որովհետեւ դուք արդեն քայլին գնացել եք։ Հիմա նույն արևմուտքը որ մեզ ասել է դա անել, հիմա ինքն էլ ասում է, դուք արդեն ճանաչել եք, մենք չենք կարող ասել։ Թե Մարիա Զախարովան, թե Պեսկովը բավականին կոշտ էին արձագանքել, հատկապես Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցին, ես Պեսկովից մի մեջբերում եմ ուզում անել եւ խնդրել մեկնաբանեք, թե սա ինչ էր նշանակում։ Նա հորդորում է Նիկոլ Փաշինյանին չմոռանալ, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում։ Սա ինչ էր նշանակում, ինչ մեսիջ էր սա։ Ես կառաջարկեմ օրինակ մեր հասարակությանն է երկրորդ մեսեջը։ Հիշել ինչ հետևանքներ ունեցավ Վրաստանի համար առճակատումը Ռուսաստանի հետ, նույնիսկ տարածքները, ես նույնիսկ 2008 թվականի պատերազմի նկատի ունեմ։ Որտեղ առևտրային էմբարգոն, երբ որ ամբողջությամբ արգելեց որևէ վրացական ապրանքի արտահանում Ռուսաստան, դա տեղի ունեցավ 2007-ին, նույնիսկ 8-ին չէ, 7-ին։ Նրան հետևեցին մի քանի 100,000 վրացի աշխատանքային միգրանտների եւ այլ մարդկանց արտահանում։ Ու այնպես արեցին, որ մարդիկ ստիպված եղան լքեն Ռուսաստան եւ վերադառնալ Վրաստան։ Հիշում եք դա ինչ հետևանքներ ունեցավ ի վերջո Սաակաշվիլի համար։ Համարի նկատելով դա հստակ այսպիսի մեսեջ է, ու իմ պատկերացմամբ, իսկ կարող սուբյեկտիվ եմ սխալ եմ, բայց փորձ արվեց Նիկոլ Փաշինյանին հասկացնել, որ գիտես ինչ, եթե դու կարծում ես, որ Արցախը հանձնեցիր, գնում ես Թուրքիայի հետ կարգավորման եւ այլն, եւ մենք արդեն լծակներ չունենք քեզ պատժելու, որտեղ մինչեւ այդ Ռուսաստանի քաղաքականությունը ինչի վրա է հիմնված Հայաստանի հետ։ Այն պատկերացման վրա, որ եթե Հայաստանը ուզում է պահպանել իր անվտանգությունը, ուզում է պահպանել Արցախը հայկական, դա այսպես թե այնպես ստիպելու է ցանկացած Հայաստանի ղեկավարության հաշվի նստել նաև Ռուսաստանի շահերի հետ, որտեղ դա Ռուսաստանն է գլխավոր երաշխավորողը այդ անվտանգային համակարգի։ Հիմա մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հանձնեց Արցախը, իր ամբողջությամբ պատասխանատվությունը գցում է Ռուսաստանի վրա, բայց հասկանում է, որ Ռուսաստանը առանց Հայաստանի օգնության որևէ բան չի կարող անել։ Պատրաստ է ցանկացած զիջման գնալ, որպեսզի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել եւ ըստ իր պատկերացման ոչ միայն իր արևմուտքի պատկերացման, դա Թուրքիա դա Հայաստան եւ Ադրբեջանին ազատվել Ռուսաստանից։ Մենք տեսնում ենք, որ բանակում բարեփոխումների այդ անվամանական ոչնչացումը բանակը եւ բացահայտ է նշում, որ մեր բանակի իբր գլխավոր թերությունից մեկն է այն եղել, որ այնտեղ կապերը Ռուսաստանի հետ շատ են, ուժեղ են եղել միշտ, մենք դեռ չի անվտանգային համակարգը։ Հասական կարծիքը արդեն ձևափոխվել է, ես մի քանի անգամ նշել եմ, եթե նախկինում ցանկացած քաղաքական գործիչ Հայաստանում ուզում էր ընտրություններում հաղթանակի հասնել, նաև նախագահական, միշտ ուզում է ցույց տալ, որ դուք ինչ Ռուսաստանի հետ մենք լավ ենք էլի լինելու։ Դա դեր կարող է, եթե ում Ռուսաստանը ասել այս մարդը, մենք օժանդակում ենք, աջակցում ենք այս մարդուն, դա ավել ձայներ է բերելու, ուժեղացնել է տեխնացուի, հիմա հակառակ էֆեկտն է, չէ՞, օրինակ եթե մեկին Ռուսաստանը ասի այս տեխնացուն մենք աջակցում ենք այս տեխնացուին, ներկայացնում դա կարող է նույնիսկ բացասական էֆեկտ ունենալ։ Հա, որոշ հատված հասարակության կկիրակի, բայց շատ մարդիկ կան հենց հակառակը, դա կասեն էս Ռուսաստանի մարդը պետք է չի մոռանալ, էլի։ Ինչն է մնացել, չէ՞ որտեղ Նիկոլ Փաշինյանի համար ամենակարևորը դա իշխանության պահպանումն է։ Հիմա Պեսկովն ակնարկել է, որ գիտես ինչ, եթե քեզ թվում է, որ դու
մենք արդեն կամ չունենք ընդհանրապես կամ կորցրել են կամ թուլացել են այդ լծակները ազդելու, միշտ հիշի, որ մենք հնարավորություն ունենք միշտ կողմել ներքաղաքական խնդիրներ ստեղծելու։ Ու դա ոչ թե որևէ քաղաքական ուժի շնորհիվ է լինելու Հայաստանում, այլ պրոստը։ Հիշեցնելով, որ մոտ 3 միլիոն հայ ապրում, նո 3 շատ է, բայց 2 միլիոն կա։ Հիմա այսպես կոյ համաձայն չէ, որ Ռուսաստանում ավելի շատ հայ կան Հայաստանում, բայց մոտ 2 միլիոնից ավել հայ ապրում է Ռուսաստանում։ Մենք պատկերացնում ենք, որ նույնիսկ 100-200 մարդ, որոնք քաղաքացի չեն Ռուսաստանի, եթե այնպես արվի, այդ մարդիկ հետ են Հայաստանի չէ։ Դե մենք ճիշտ ասած կորոնավիրուսի այդ սահմանափակումների ընթացքում տեսել ենք ինչ ակցիաներ էին անում հայերը, ովքեր պետք է գային Ռուսաստան աշխատելու։ Մենք դրա ականատեսը եղել ենք։ Իսկ դա էլ այդքան էլ թիվ չի, եւ այն ժամանակ մի քանի տասնյակ հազար ռելոկանտ չկար Հայաստանում։ Եվ գները այդքան բարձր չէին եւ այլն։ Պարոն Խալաթյան, բայց այստեղ դարձյալ գալիս ենք նրան, դուք ասացիք, որ հակառուսական տրամադրություն էր, որ սա նաեւ Ռուսաստանի թերացումն է։ Մենք իհարկե այս մասին բազմիցս խոսել ենք, բայց օրինակ Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները Պուտինի գլխավորությամբ համոզում են, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ։ Հիմա արդեն մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի պաշտոնյաներն են նման արձանագրումներ անում։ Ինչ փոխվեց։ Այդ նրանում այդ հաշվարկները Ռուսաստանի սխալ, որտեղ այն ինչ հիմա տեղի ունենում, այնքան սպասելի ու կանխատեսելի է, որ հաց է ցակում, ոնց կարող են չհասկանալ։ Գիտեք ինչ, ստե իմ կարծիքով պատասխանատու են այն մարդիկ Ռուսաստանում նաև, որոնք պատասխանատու են Ռուսաստանի քաղաքականությանը Հարավային Կովկասում, որովհետև այն չեզոք դիրքը, որը Ռուսաստանը զբաղեցրեց, թե հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Տեսեք, ես հիմա երբ ռուս փորձագետների հետ խոսում եմ, այսպեսի հաճախ այսպեսի մի կեմ արտահայտում նրանց հետ, ասում օրինակ, եթե ես տենայի, որ չացնելով հարաբերությունները, կորցնելով Հայաստանը, դուք ձեռք եք բերում Ադրբեջանը, ուժեղացնում եք ձեր դիրքի Ադրբեջանը, իմ համար ինձ որպես հայ դա լավ չէ լինի, դա հաճ կլիներ, բայց գոնե որպես փորձագետ ես տրամաբանությունը, քաղաքականություն կհասկանայի, ավելի ուժեղ դաշնակից եք ձեռքում եւ այլն։ Բայց ձեր քաղաքականության արդյունքում դուք կորցնում եք Հայաստանը եւ նույն ժամանակ չեք բերում Ադրբեջանը։ Հակառակ Ադրբեջանը ավելի է սերտ համագործակցում Թուրքիայի հետ։ Մա տեսեք, պատական չէ, բոլորս է գիտեն, չէ՞ որ Թուրքիան ու Ադրբեջանը դաշնակիցներ են վերջին տարիներին, բայց ինչու նրանք օրինակ նույն Շուշի հռչակագիրը ստորագրեցին 21 թվականին պատերազմից հետո, որտեղ արդեն վստահ են, որ նույնիսկ եթե Ռուսաստանը դուրս չգա, էլ ոչ մի բան չի կարող։ Լծակ չունի արդեն հաստատ, իսկ նախկինում մտավախություն կա, որ դա կարող է բերել Ռուսաստանի ավելի կոշտ արձագանքին կամ Ուկրաինայի պատերազմից մենք տեսնում ենք ինչ ավելի ագրեսիվ եւ շատ նագլի ռուսան ասած նագլի ձևերի է պահում Բաքուն միշտ Ռուսաստանը այնպեսի քայլ անելով որ դե դուք կարակ պատասխանեք այսպես կարելի է մեկնաբանել էլի այդ գործողությունները իհարկե դա որոշ չափ ուշ թե շուտ բերելու է ռուսական կողմի արձագանքին բայց նաեւ պետք է հասկանալ չէ որ Ռուսաստանը կարողանալու է առաջին արձագանքել Հայաստանի միջոցով դա համար հենց արևմուտքի նպատակը եւ Թուրքիայի Ադրբեջանի այնպես անել որ նույնիսկ Ուկրաինայի պատերազմից հետո Ռուսաստանը თუ ուզենա վերադառնալ տարածաշրջան եւ վերանայել ներկայիս ուժերի դասավորվածությունը իր դիրքերը ուժեղացնել այժմ գործելած որ նա հնարավորություն չունենա վերադառնալ որտեղ վերադառնալը լինելու է միայն Հայաստանի միջոցով Հայաստանի, Արցախի եւ այլն դա համար հենց նպատակը ամբողջությամբ հացը փակելն է հետո Ռուսաստանը հնարավորություն չունի կամ դժվարացնել Ռուսաստանին վերանայելու այդ ներկայիս ուժերի դասավորվածությունը դա մասը սպասելի ու այնքան է սպասելի որ Նիկոլ Փաշինյանը այլի կոպից sense խոսք ասա գցելու է Մոսկվայի որ զարմանում է ոնց մարդիկ դա չեն տեսնում Ռուս-թուրքական վերջին բանակցություններն ինչ ցույց տվեցին արդյոք թուրք-ադրբեջանական տանդեմը այստեղ երկրորդ ճակատ կբացի Ռուսաստանի համար թե այնուամենայնիվ զերծ կմնան լայնամասշտաբ ռազմական գործողություններից Տեսեք իմ կարծիքով մեր հացը այդքանը չի քննարկել որտեղ դա շատ ավելի լուրջ հաց է եղել երկու ռուս-թուրքական հարաբերություններում եթե դատենք լրագրողներից օրինակ ես հոտ կտամ կարդալ Անդրեյ Կոլեսնիկովի կոմերսանտի հայտնի լրագրողը որը Պուտինի ամենասիրված լրագրողներից է միշտ կուլուարային մասն է ներկայացնում բանակցություններին, կուլուարներից հայացք բանակցությունների։ Նա շատ հետաքրքրված է գրել, որով ասում է սկզբից արդեն ակնհայտ է, որ դժվար են գնալու բանակցությունները։ Ասում է, իսկ արդեն հարցազրույցի ժամանակ այնքան ակնհայտ է, որ որևէ ացում չի տվել այդ բանակցությունները, որ կողմերը չէ։ Հատկապես թուրքական կողմը չի ստացել այն, ինչ ուզում էր ստանալ բանակցությունները։ Դա ասում ակնհայտ է, նկատի ունի թե ծորնի գործակը, թե այլ։ Եվ մենք տեսանք նույն Էրդողանի խոսքերը լրագրողների հետ վերադառնալուց արդեն որ
նա չի տեսնում մոտակա ժամանակ Ուկրաինայում պատերազմի ավարտը։ Նա խոսում է, որ այն հիմնական հարցերը, որոնք քննարկվել են, չէ։ Ես չեմ բացառում, որ կարող է շատ այլ հարցերի հետ նաև մի քանի խոսք նաև Արցախում տեղի ունեցածի մասին խոսնի, բայց հաշվի առնելով, որ թե լրագրողների շփման մեջ բանակցություններից հետո եւ այլն որևէ խոսք չի եղել դրա մասին, ուրեմն ստացվում է, որ որևէ մոտեցում չկա։ Չէ, բայց քննարկումը այլ խնդիր, պարոն Խալաթյան, մենք միշտ տեսնում ենք, որ իրենք իրենց հարցերը միշտ տարբեր տարածաշրջաններում են լուծում։ Հետևաբար, եթե ինչ-որ հարցում չեն կարողանում հասնել ընդհանուր հայտարարի, կարող են Հարավային Կովկասում իրենց հարցերը լուծել։ Դա եմ ասում, մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը շարունակում է ուժեր կուտակել։ Իսկ դա խոսում է նրա մասին, որ բանակցությունները, եթե նույնիսկ եղել են որևէ արդյունք չեն տվել, եւ այս ֆոնին Թուրքիան եւ Ադրբեջանը փորձել են ուժային ճնշում գործադրել Հայաստանի եւ Ռուսաստանի վրա։ Հասկանում եք, այստեղ խնդիրը մեկ Ռոբերտ Քոչարյանը հիշում եք հարցազրույցի մի անգամ շատ ճիշտ միտք ասաց, որ դեռ համաձայն եմ, ասում հակառուսական տրամադրությունների պուլտը Հայաստանում Ալիևի ձեռքում է։ Հիմա մենք տեսնում ենք այն մեր այս հարցազրույցի սկզբում խոսել ենք, չէ՞, այս ֆոնին, էսկալացիայի ֆոնին, որ մենք տեսնում ենք Հայաստանի իշխանությունները գնում են քայլերի, որ ակնհայտ բերելու են ռուսական կողմի դժգոհությանը, եւ դա հենց արդյունքը լինելու այն, որ Ադրբեջանը գնալու է ուժային գործողությունների, Ռուսաստանը փորձելով պատժել Հայաստանի իշխանություններին, իսկ Ռուսաստանը ցավոք շատ կանխատեսելի է, Ռուսաստանի քաղաքականությունը հաշվի առնելով իր քաղաքական սպეციფիկան շատ կանխատեսելի է, փորձելով պատժել Հայաստանի իշխանություններին, չի միջամտելու կամ այլ ուրիշ ձև է միջամտելու, հենց կուլուարային, իսկ հայ հասարակությունը, որին այդ միտքը հրահրելու են թե մեր Հայաստանի իշխանությունները, թե արևմտամետ ուժերը, դա այս ամենը մեղադրելու են Ռուսաստանին։ Դա շատ կանխատեսելի սցենար է լինելու, եւ դրանից հետո չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը գնա ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցության վերանայման, այլ ստիպված ասի, դե գիտեք ինչ, կամ պետք է ստորագրեն, կամ նոր պատերազմ է լինելու։ Այս դրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանի ամեն օր ավելի իշխանության մնալը փաստորեն Հայաստանի եւ Արցախի վրա բավականին թանկ է նստում։ Այո, այո։ Մենք արդեն դա տեսնում ենք, ասում եք, ելի եմ ասում, 20 թվականից նույնիսկ դե չեմ ուզում ասեմ 18-19, մենք տեսեք մի որևէ քայլ կամ հայտարարություն կամ ռազմավարություն արտաքին քաղաքականության, որը ճիշտ է եղել։ Ինչ արել են, սխալ եղել, ինչում համոզել են, սխալ եղել։ Սկզբից բանակցությունները, չէ՞, ինչ են ասում, մեր կետից ենք սկսում, երբ ուզենք կարող գանք Սերժ Սարգսյանի կետին այդ բանակցությունների։ Կարացան գալ, չէ, բերին պատերազմ, չէ։ Պատերազմից հետո խոսում են դեօկուպացիա բան, հրաժարվեցին դրանից։ Դրանից հետո Սյունիքում դիրքերը հանձնում են, ասում են դա Սյունիքի անվտանգություն կավելացնի։ Կամ եկեք GPS-ով սահման գծել։ Չբերեց, Ադրբեջանը շարունակեց իր առաջ խաղացումը։ Հետո ասում են, դե հո 30%-ի համար լճի կռիվ չենք անելու կամ խիպեք ամայի տեղերի համար կռիվ անենք։ Ի վերջո եկանք մի կետի, որ ստիպած եղան կռիվ անել, չէ՞, արդեն նույն սեպտեմբերի դեպքի եւ այլն։ Եկեք նշաձողեցնենք, աշխարհը մեզ ասում է նշաձողեցեք, միջազգային հանրությունը ձեզ կօգնենք, ավելի ակտիվ կօգնենք։ Պլինտուսից ցածր իջացեցին, օգնում է, չէ։ Հակառակը, սա ասում են դուք գիտեք, դու արդեն ճանաչել եք, ոնց օգնենք ձեզ։ Հիմա այս քայլը հասկանում եք, այս իրավիճակում ներկայիս ռազմավարությունը արտաքին քաղաքականության հետ կապված հակառուսական հայտարարությունները կապված է հումանիտար օգնությունը Ուկրաինային, ինչի է բերելու ավելի վատ հետևանքներ։ Նաև առաջիկան Հռոմի ստատուտն է մտնելու խորհրդարան։ Օրինակ, էլի, օրինակ, այս պայն, տեսեք, կա ՄԱԿ-ի դատարանի որոշում, կա եվրոպական դատարանի մարտիրամուտների որոշում։ Ես հիշեցնեմ ձեզ, որ Ադրբեջանը երկուսն է ճանաչում է այդ կառույցներին, ինքը անդամ ճանաչում է ու չի կատարում։ Հիմա միջազգային քրեական դատարանը, որը չի ճանաչում Ադրբեջանը եւ շատ այլ երկրներ, ու հետաքրքիր նույնիսկ ԱՄՆ-ն չի ճանաչում այդ դատարանը։ Չես ինչու նա հարգում է եւ այդ վերացրել։ Հենց հետաքրքիր բան է, չէ՞, ԱՄՆ-ն հենց այդ դատարանը որոշումն է ընդունում Ռուսաստանի դեմ հարգում եւ ընդունում է այդ որոշումն, ասում է ճիշտ է։ Բայց ինքը չի ճանաչում այդ կոմպետենցիան դատարանի, որտեղ վախենում է, որ նույն ամերիկացի զինվորականներին կարող են մեղադրանքներ հենց առաջարկվել ու Աֆղանստանում վերականգնել, չէ՞, բայց հետաքրքիր է, չէ՞։ Ադրբեջանը չի ճանաչում, դատարանը ոնց է Ադրբեջանը վերահսկելու, եթե ազգի եմ ասում ՄԱԿ-ի եւ եվրոպական դատարանների որոշումները, ոնց կոմպետենցիան
Դե ասում են, եթե Ադրբեջանի այդ ովքեր որ ճանաչվեն հանցագործ միջազգային քրեական դատարանի կողմից, իհարկե դա տարիների գործընթաց է լինելու, եթե գնան դա ճանաչած որևէ երկիր, այնտեղ ձերբակալվելու են։ Իրոք անեկդոտ կա, չէ՞, մի քիչ բան ասում, Նավդու Նիսայի հիմա Ադրբեջանի պատժելը Նիսա գործը, մի շկոպիտ է ժողովրդական մասը, բայց այն որ խնդիրներ են լուրջ ունենալու քաղաքական ու անվտանգային կորուստներ այդ ստատուտի պատճառով մենք հենց այս բանին դա ակնհայտ։ Իդեպ, պարոն Խալաթյան, այստեղ տեսակետներ են փորձում շրջանառել, որ ռուս-թուրքական եւ թուրք-իրանական պայմանավորվածություններ են այս օրերին ձեռք բերել, հաշվի առնելով եղած հանդիպումները, կա որոշակի կոնսենսուս Հայաստանի նկատմամբ որոշակի գործողությունների գնալու հետ կապված։ Սրան ինչպես կարձագանքեք։ Դե մենք տեսանք, որ նույն եթե Իրանի հետ գաղած, մենք տեսանք նույն արտգործնախարարների հանդիպման ժամանակ Պարսկաստանի արտգործնախարարի հայտարարությունները, ես այնտեղ որևէ փոփոխություն Իրանի դիրքորոշման չտեսա։ Դե այն հարցը տեսեք, հիմա հետաքրքիր աշխարհական զարգացումներ են տեղի ունենում, կապված նույն BRICS-ի ընդլայնումը եւ այլն, մենք տեսնում ենք, որ նույն Պարսկաստանը ակնհայտ գնում է համագործակցության Չինաստանի եւ Ռուսաստանի հետ։ BRICS-ով եւ այլն, մենք տեսնում ենք ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն, ունենք առաջին ռազմական նույն ուսումնական դեր, բայց դրանք կարող են նաեւ ռազմական նպատակներ օգտագործել ինքնաթիռներ են Ռուսաստանից եկել Պարսկաստան, որից հետո սպասում են կամ Սու-30-ներ կամ Սու-35-ների մարտակառույցը։ Դա ինչի մասին է խոսում, որ երկու երկրներ, հասկանում եք, Պարսկաստանը իհարկե իր քաղաքականությունն է վարում, անկասկած, եւ պատասխան ցանկացած երկրի մենք տեսանք նույնիսկ ԱՄՆ-ի դեմ քայլեր է գնացել։ Սիմվոլիկ, բայց ես չգիտեմ շատ քիչ երկրներ գիտեմ, որոնք համաձայնվում են ունակ սիմվոլիկ, հիշում եք, չէ՞, ունակ Սուլեյմանի իսպանությունից հետո այդ հրթիռակոծությունը ամերիկյան բազաների, իհարկե ոչ մեկ չզոհվեց, որտեղ այնտեղ էլ չի հասկանում, որ այդ եզրը, որը պետք չէ անցնել, բայց սիմվոլիկ մենք ցույց տվեցինք, դա մարդ, բայց շատ քիչ երկրներ կա։ Այս ֆոնին չնայած էլի խնդիրներ կա նաև ռուս պարսկական հարաբերություն, բայց գլոբալ նրանք գտնում են, որ հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն երկուսի մրցակիցն է, նրանք շահի համընկնում են։ Տեսնում ենք, որ նրանք դաշնակիցներ են Սիրիայում։ Երկուսն էլ Ասադի, երկուսի շնորհիվ Ասադը պահպանեց իշխանությունը։ Ամենակարևորը ռազմատեխնիկական ոլորտում, որտեղ նոր ինքնաթիռները ստանալով Ռուսաստանից, Պարսկաստանը մոտ 20-30 տարով իրեն կապելու է Ռուսաստանն այդ հարցում։ Դու չես կարող մի երկրի վրա տես կապել ռազմատեխնիկական համագործակցություն, վստահ չլինելով, որ երկարատև է լինելու։ Հիմա պատկերացնեք, բաղը Ռուսաստանը հրաժարվի պայստամասեր եւ այլն, սպասարկել այդ ինքնաթիռները եւ այլն։ Խնդիրներ չէ՞ լինի։ Համա եմ ասում, մենք տեսնում ենք, որ Պարսկաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ համագործակցություն, թե Ուկրաինան, թե ինքնա ռազմամթերք ուղարկում, իսկ ես ասեմ, որ բացի Ամոթաչու Սարգսյանի նաև այլ ռազմամթերք է գնում Պարսկաստան Ռուսաստան։ Դա խոսում է, չէ՞ որ երկու երկրներ համագործակցում են։ Համար չեմ կարող ասել ինչ պայմանավորություններ է ռուս-թուրքական, որովհետև ելեմ ասում, ըստ ռուս լրագրողների, որոնք մոտիկ են իշխանության, այդքան էլ լավ չի անցել այդ բանությունը։ Դու այն չի տվել այն արդյունքը, որը անկրկնալում է նույն Թուրքիայում, բայց ակնհայտ է, որ գոնե Պարսկաստանի մակարդակով ես նկատում եմ հենց մեր տարածաշրջանի մասին հայտարարությունները, որովհետև փոփոխություն դիրքորոշման չկա, դա մեզ չեմ կարող ասել, որ պայմանավորությունները։ Այլ հարց, որ հաշվի առնելով Ռուսաստանի թույլատությունը զբաղվածությունը Ուկրաինայով, Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են գնալ որոշակի գործողությունների Հայաստանի դեմ, մտածելով, որ Պարսկաստանը չի համացակվի մտնի ուղղակի ռազմական արճակատման մեջ իրենց հետ, որտեղ չի բացառում դա այլ երկրների կողմից էլ օգտագործվի հենց Պարսկաստանի դեմ, նույն Իսրայելի եւ այլն։ Դա այլ հարց է, բայց ասել, որ Թուրքիայական պայմանավորվածին բացիկները ասել են այո հարձակվում, չէ, ինքնացկով ոչ։ Իդեպ նաև հաշվի առնելով Պեսկովի հայտարարությունը, որ իրենք չեն պատրաստվում հեռանալ Հայաստանից, արդյոք սա մեսիջ չէր նաև հենց թուրք-ադրբեջանական տանդեմին էլ իր հերթին, բացի Հայաստանի իշխանություններից, որ իրենք ամեն դեպքում մնալու են այստեղ։ Իհարկե, հիմա տեսեք, ես մի բան ասեմ, որ երևի 2 ամիս առաջ էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, երբ որ Էրդողանը հայտարարություն արեց ռուս քաղաքապետի հետ կապված, որ հույս ունի, որ Ռուսաստանի խոստումը կկատարի եւ կանի։ Դա ինչ մեսիջ է Մոսկվային։ Էրդողանը ասաց, որ երակոմ հայտարարության, եթե կողմերից մեկը դեմ է երկարացնել ժամկետը, ապա Ռուսաստանի քաղաքապետին պետք է դուրս գա։ Ակնհայտ է, չէ՞ որ այս պահին Ադրբեջանը ասում է, որ չի երկարացնելու, պետք է դուրս գա։ Հիմա ինչ մեսիջ ուղարկեց Էրդողանը հենց ՆԱՏՕ-ում, դա էլ Մոսկվայում շատերը գնահատեցին, փոխակետեն, ես ինչու ոչ թե Թուրքիայում արեցին, այլ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում մեսիջը որն էր Մոսկվային։ Հանկարծ չմտածեք գտնել պատրվակ, օրինակ հայերը, անվտանգություն եւ այլն,
եւ խախտեք ձեր պայմանավորվածությունը, երակոմ հայտարարությունը եւ պահպանեք ձեր ռազմական ներկայությունը, եթե նույնիսկ Ադրբեջանը դեմ եղավ։ Դա է մեսեջը։ Դրան ինչ պատասխան հետևեց Մոսկվայից Զախարովային, ասես Թուրքիան չի հանդիսանում երակոմ հայտարարության մասնակից։ Դա մենք այդ հարցը կլուծենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Այնց դա է, դրա մասն է խոսում, որ Ռուսաստանից միջև սա է ստացի շրջանում ես կամ ես չեմ գնալու եւ ես պատրաստվում եմ իմ հարաբերությունները կարգավորել, լուծել ինձ հուզող հարցերը հենց միայն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Մենք Թուրքիայի կարգը որպես միջնորդ այսպիսի հարցեր չունենք։ Պարոն Խալաթյան, եթե ամփոփենք մեր զրույցը, ի վերջո այս ամբողջ գործընթացները հաշվի առնելով առաջիկայում ինչ սպասել եւ ինչպես կանխել այդ գործընթացները։ Ցավոք սերտի որևէ լավ ակնկալիքներ չկան, սպասելիքներ չկան, ու դա արդեն վերջին տարիներն է, ինչպես մենք նշել, ինչպես ես նշեցի, ներկայիս իշխանությունները որևէ արտաքին քաղաքական քայլ ճիշտ չի եղել, միայն խնդիրներ եւ կորուստներ եղել։ Ես մի քանի անգամ բանավեճերի ժամանակ նույնիսկ նշել եմ, որ մենք շատ սիրված հնարք ունի այս ներկայիս իշխանությունը եւ իր պաշտպանները, նույն անդամության կամ այլ ներկայացուցիչները, օրինակ դուք մետեղ լինեք, ինչ կանեք։ Ես դա միշտ պատասխան ասում, իսկ կլինի դուք չբերեք մի խնդրի, հետո ասեք այս խնդրից ո՞ր ընտրություն անենք։ Վատ է թե ավելի վատ երկը։ Որտեղ ավելի հեշտ է այնպես անել, որպեսզի խնդիրներ չլինեն, քան հետո այդ խնդիրները լուծել, համա մեր իրավիճակում, մեր սահմանափակ ռեսուրսներով։ Համա, իսկ այս իշխանությունը տաղանդ ունի նոր չլուծելով հին խնդիրներ, որովհետեւ հին խնդիր բերել նոր խնդիրներ, օրինակ ինչպես այս հայ-ռուսական ճգնաժամը հարաբերությունները։ Համա ակնկալիքներ չկան որևէ լավ, հակառակը, ինչպես նշում եմ, բերելու են լուրջ խնդիրներ, մենք պահպանելով մեր հին թշնամիներին դեմս Թուրքիա եւ Ադրբեջանի, փչացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի եւ Պարսկաստանի հետ, փչացնում ենք մեր հարաբերությունները, չստանալով որևէ դաշնակից նոր նրանց փոխարեն կամ գործընկեր։ Իսկ ինչ պետք է անել իշխանապողություն, որովհետեւ էլ եմ ասում, այս իշխանությունները ընդունակ չեն հացել լուծելու։ Պետք են ավելի կոմպետենտ, ավելի լուրջ, ավելի հմուտ մարդիկ, որոնք գոնե, ելեմ ասում, ես չգիտեմ, հնարավոր կլինի շատ հացել լուծել, որոնք այն խնդիրները, որոնք այս իշխանությունը առաջացել է, բայց որոնք գոնե նոր խնդիրներ չեն ստեղծի եւ կփորձեն կամաց-կամաց լուծել այն կուտակված խնդիրները, անվտանգային, արտաքին քաղաքական, ներքին քաղաքական, տնտեսական եւ այլն։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Խալաթյան։ Դե շնորհակալ։ 168 TV-ի եթերում մենք զրուցում ենք Հայկ Խալաթյանի հետ։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին եւ հետևեք մեր հետագա թողարկումներին։